Adobe Illustrator-ի 25 թվականի տարբերակում նաև իրականացվել են բարելավումներ Generate Pattern հնարավորության հետ, որը թույլ է տալիս մեզ գեներացնել նախշեր։ Այդ հրամանը մենք կարող ենք գտնել Object Pattern Generate Pattern Beta կամ Windows-ից Generate Pattern Beta հրամանով, ինչպես նաև այստեղ կա Generated Variation, այսինքն ստեղծած նախշերը, որը մենք կարող ենք դիտել այս պատուհանի մեջ, եւ բացի դրանից այժմ այն գտնվում է switch-երից այս այկոնների շարքում։ Եթե մենք սեղմենք այս այկոնի վրա, մեր մոտ կբացվի Generate Pattern Beta-ն, եւ այստեղից եթե մենք ցանկանում ենք ստեղծել որևէ նախշ, մենք կարող ենք մտցնել այն տեքստը, որը կնկարագրի մեր նախշը։ Եթե մենք սեղմենք այս տրված հնարավորությունների վրա, օրինակ մենք կարող ենք ընտրել այս նախշը, դուք կտեսնեք Tropical Forest List այս տեքստը, եւ այստեղից մենք կարող ենք ընտրել գույները, դուք տեսնում եք մենք կարող ենք ընտրել մինչև 30 գույն, այստեղից կարող ենք ընտրել մեր գույնի տոները, իսկ ներքևը մենք կարող ենք ընտրել համապատասխան գույն մինչև 12 հատ։ Բացի դրանից, այստեղ մենք կարող ենք ընտրել, թե ինչ տիպի ոճեր օգտագործվի մեր նախշի համար, իսկ այս նոր հնարավորությունը մեզ թույլ է տալիս այժմ փոփոխել մեր նախշի խտությունը։ Եթե մենք օրինակ դնենք ցածր այն եւ տանք Generate, ապա մեր մոտ կստեղծվի ցածր խտությունով նախշ, եւ ավելացնենք, որ այս հնարավորությունը աշխատում է ինտերնետի օգնությամբ եւ դուք պետք է ունենաք լիցենզիոն Creative Cloud։ Այժմ դուք տեսնում եք, որ մեր մոտ ստեղծվեցին այդ նախշերը, եւ այդ նախշերը, եթե մենք սեղմենք այս 3 կետի վրա, ապա մենք կարող ենք ավելացնել այդ նախշը մեր switch-ի վահանակի վրա, դուք տեսնում եք, որ այժմ այն ավելացվել է այս մեր վահանակում, եւ եթե մենք հիմա ստեղծենք որևէ մի օբյեկտ եւ սեղմենք այս նախշի վրա, ապա այս նախշը կտեղավորվի մեր օբյեկտում։ Եթե մենք այժմ նկարենք որևէ մեկ այլ օբյեկտ, եկեք ջնջենք սա, որի այս նախշերի խտությունը ցանկանում ենք անել ավելի շատ, կարող ենք այն դնել բարձր եւ նորից տանք Generate, որից հետո մեր մոտ կստեղծվի նույն նախշը, բայց ավելի մեծ խտությամբ։ Այժմ դուք տեսնում եք, որ մենք ունենք այս նույն նախշը, եկեք կընտրենք որևէ մի օբյեկտ եւ սեղմենք այս նախշի վրա։ Դուք կտեսնեք, որ այժմ այս մեր նախշի խտությունը ավելի մեծ է, քան նախկինը։ Ասենք նաև, որ եթե դուք ջնջում եք այստեղից այս նախշերը, նրանք մնում են տարբերակում ստեղծված, եթե մենք օրինակ ջնջենք եւ այժմ բացենք մեր նախշեր, դուք կտեսնեք, որ նրանք դեռ այստեղ են, այսինքն նրանք կապված չեն այս switch-ում տեղադրված նրանց օրինակներին եւ նրանց մենք նույնպես կարող ենք օգտագործել։ Եթե մենք ուզում ենք խմբագրել, մենք բացում ենք այս նախշը եւ այս վահանակում, որտեղ կարող ենք խմբագրել, մենք կարող ենք օգտվել բոլոր հնարավորություններից, բացի նախշերի դասավորվածության փոփոխելու հնարավորությունից։ Մնացած հնարավորությունը այստեղ մենք կարող ենք օգտագործել, որպեսզի փոփոխենք մեր նախշը եւ հաստատենք հիմա մեր նախշը կփոփոխվի։ Սա Generate Pattern Beta-ի Adobe Illustrator-ում 25 թվականի թարմացումներից է, որը այժմ իր մեջ պարունակում է այս setting-ը, որով մենք կարող ենք փոփոխել խտությունը։